Այսօր հուլիսի 21-ի նախատեսված էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավարության առաջին այցանի քրեական դատարանում պետք է հրապարակվեր իմ գործով, ասում եմ իմ, որտեղ ես այդ գործում ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց այդ գործը հանրությանը հայտնի է որպես սահմանադրական դատարանի դատավորների գործ, որովհետև մեղադրանքի հիմքում իմ հրապարակային քննադատական խոսքն է եղել։ Այդ գործով պետք է վերդիկտ հրապարակվեր, այսինքն դատարանը պետք է որոշեր, ես մեղավոր եմ, թե անմեղ։ Ես սահմանված օրը ժամին ներկայացել եմ դատարան, բայց դատարան չէր ներկայացել հանրային մեղադրողը եւ չներկայանալու պատճառը կարծում եմ հարգելի էր, որովհետեւ հրապարակվեց նրա գրությունը, որ նա գտնվում է արձակուրդում եւ այդ պատճառով չի ներկայացել դատական նիստին։ Եւ դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը կազմակերպել այլ հերթի, որի մասին լրացուցիչ օրը եւ ժամը կտեղեկացվի, մենք էլ հանրությանը կտեղեկացնենք, որտեղ գործ ունի հանրային մեծ հնչեղություն։ Բայց նաեւ ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս ընթացքում, այսինքն նախորդ դատական նիստից մինչև այս նիստը ընկած հատվածում ինձ համար նոր փաստ էր ի հայտ եկել, որի մասին ես դատարանի միջնորդության տեսքով տեղյակ էի պահել։ Խոսքը վերաբերվում էր հանրային մեղադրողի Ավետյանի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտման փաստին, մասնավորապես սոցիալական կայքերում տեղեկություններ կային սկրինշոթերով, որ հանրային մեղադրողը, որը դատախազի պաշտոն է, պարոն Ավետյանը, որի դեպ տարբեր քաղաքական գործերով է հանդիսանում հանրային մեղադրող, հավանումներ էր դրել Facebook-ում, սոցիալական տիրույթում, Ալեն Սիմոնյանի գրառումներին եւ նաեւ ծաղրական տենց ժպիտի գրառումներ նշաններ էր դրել Սամվել Կարապետյանին վերաբերող արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր։ Սա ինչ է նշանակում, որ իմ արձանագրումով եւ դա էր նաեւ այն լրագրողը այդ արձանագրումը, որ հրապարակումն արել էր, որ դատախազը ստեյության խախտել է քաղաքական զսպվածության սկզբունքը եւ ունի քաղաքական կողմնորոշում, դիրքորոշում։ Սա ինձ համար չափազանց կարևոր էր դատարանին այդ մասին հայտնելը, որովհետև ես դատաքննության ընթացքում միշտ դատարանի ուշադրություն հրավիրել եմ այն փաստի վրա, որ այս գործում իրավական բաղադրիչ չկա եւ սա իմ դեմ իրականացվող քաղաքական հետապնդում է։ Եվ եթե արդեն ապացուցված կարելի է համարել դատախազի քաղաքական հայացքները ու դիրքորոշումները, որոնք հակադիր են իմ քաղաքական հայացքներին, որովհետև ես Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու եմ առաջադրել եմ մասնակցել եմ քարոզարշավին եւ բազմաթիվ քննադատական խոսքեր եմ հնչեցրել Ալեն Սիմոնյանի ԿՊ-ի հասցեին, որը գրառումները ինքը դրական է վերահավանում։ Սա կարևոր էր, որ դրանով էր պայմանավորված եւ ես խնդրել էի դատարանի բացառք միջնորդություն է ներկայացել, բացառք հայտնել հանրային մեղադրողին։ Մտածում եմ, որ եթե այդ միջնորդությունը քննարկվի, ես չգիտեմ, քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն տալիս այդ միջնորդությունը քննարկելու, ուրախ կլինեմ, եթե դա քննարկվի։ Եթե դատարանը որոշում կայացնի բացառք հայտնել հանրային մեղադրողին եւ դատաքննության մեջ ներգրավի այլ հանրային մեղադրողին, նույնիսկ մտածում եմ, որ այլ հանրային մեղադրող գործը հետ կվերցնի դատարանից, այսինքն դատախազի միջնորդությամբ այս վարույթը կկարճվի, որովհետև այնտեղ իրավական հիմքեր նորից են գտնում ապացույցներ իմ հանցանքի վերաբերյալ առհասարակ գոյություն չունեն։ Այսինքն եթե իմ կարծիքով ավելի անաչառ դատախազ ծանոթանա գործի նյութերին, ապա հնարավոր է նաև որոշում կայացնի վարույթը կարճելու եւ գործը դատաքննությունից հետ վերցնելու վերաբերյալ։ Հիմա սպասենք հետագա դատաքննությանը, տեսնենք որն է նշանակում եւ արդյոք այդ հարցերը քննության առարկա կդառնա, թե չէ։ Եթե նույնիսկ չդառնա, իմ ակնկալիքը դատարանից միևնույն մնում անույնը, ես ակնկալում եմ արդարացման որոշում։